Այսօր նորից լարված է անցել հեծին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Հեծ նախկին տնօրեն Դավիթ Ղազիմյանը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրել է, թե ինչու են ոստիկանները ներկա նիստին, արդյոք որևէ վտանգ են տեսնում հանձնաժողովի անդամները։ Նա պահանջել է, որ ոստիկանները դուրս գան դահլիճից։ Ղազիմյանը լրագրողների հետ խոսել է նաև մեղադրանքների մասին, թե հեծի ղեկավարները ստացել են տասնյակ միլիոնավոր պարգևատրումներ։ Հայտարարություն է արվում, որ մենք ղեկավար կազմը չի ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Հիմա հարց, բացի տնօրենների խորհրդից, որը ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը եւ պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչին տալիս է գումար։ Ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է։ Հիմա թող այդ հարցին էլ պատասխանի, այդ արտահայտությունը չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ, եթե ճիշտ եմ ցիտում։ Ում է վերաբերվում, գլխավոր տնօրեն եւ ներքև ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։